Let's go, դեմ։ Մի քանի ժամ թեժ քննարկումներից հետո ընտրական օրենսգրքի նախագիծն այսօր պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ եւ հաջորդ շաբաթ արդեն լիագումար նիստ կմտնի։ Նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանն ասաց, թեև 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում փոխհամաձայնության հանգել չհաջողվեց, սակայն ընդդիմադիրների հնչեցրած շատ առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ են կատարվել։ Դավիթ Հարությունյանը շեշտեց, պատրաստ են քննարկել ընդդիմադիրների բոլոր պահանջները, բացի մեկից՝ զիջումների չեն գնա եւ չեն փոփոխի միայն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը։ Փակ ցուցակը միայն համապետական մեկ փակ ցուցակը նշանակելու է քաղաքականությունը բերել Երևան, ամբողջովին անտեսել մեր մարզերը, ինչը մենք համարում ենք շատ վտանգավոր քայլ եւ այդ պատճառով է, որ մենք մերժում ենք ձեր առաջարկությունը։ Պատգամավորների հարցերի, ելույթների եւ քննադատության մեծ մասը հենց իշխանությունների համար խիստ սկզբունքային այս կետին էր վերաբերում։ Զորի Փոստանջյանը նկատեց, այս կերպ ոչ թե կզարգանա քաղաքական մշակույթը մարզերում, այլ հետընթաց կապրի ողջ երկրում։ Օրինակ, եթե դուք եւ մեկ այլ օլիգարխ տեխնացու լինի, ապա դուք այդ օլիգարխից կընկնեք 25 անգամ հեռու։ Սա է խնդիրը։ Եթե մենք ուզում ենք քաղաքական համակարգը զարգացնել, ապա մենք պետք է այլ մեթոդների դիմենք, որովհետև մեր իրականության մեջ այսպես մենք չենք կարողանալ քաղաքական համակարգը զարգացնել։ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուկյանն էլ միացավ քննադատությանը։ Մարզերում քաղաքական ակտիվությունը բարձրացնելու համար այլ միջոցներ կան։ Չենք լուծում մարզային ներկայացուցչության հարցը, որտեղ այլ մեխանիզմներ կան այդ խնդիրը լուծելու համար, այլ լուծում ենք ադմինիստրատիվ ռեսուրսի արդյունավետ կիրառման եւ այնուհետեւ չափելի ու գնահատելի կիրառման խնդիրը։ Այդ դուք երկու գումարման, 3 գումարման ազգային ժողովում եղել եք։ Պատգամավոր, այս համակարգը դուք մտավախություն չունեք, որ արդյունքում այս համակարգի գործադրման արդյունքում մենք ապագայում ունենալու ենք ավելի վատ ազգային ժողով, ինտելեկտուալ, մասնագիտական ունակությունների, չեմ ասում, իշխանությունը ինչքան ձայն կստանա, ընդդիմությունը ինչքան, որակային տեսակետից ավելի վատ։ Ավելի վատ տեսականորեն ես մտավախություն շատ չունեմ, որ մենք կունենանք ավելի վատ այժմ։ Ռեյտինգային քվեարկության համար շրջաններում ռեյտինգային ոչ մի քայլ չեն զիջելու, ինչու՞։ Պարզ չի, որտեղ 50 դեպուտատ ինքը ուզում է այդ ցուցակով մաֆիոզների, գողերի, տեղական իշխանիկների քվեարկության արդյունքում 50 դեպուտատ գրպանում ունենա։ Այսինքն ինքը արդեն 50 պատգամավորի տեղ արդեն ունի, մնացածի հետ ասմարիքու հետ բարիշեփ, մի քիչ դեմոկրատիա խաղամ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մյուս առաջարկներին, ապա Դավիթ Հարությունյանն ասաց, որ դրանց հիման վրա որոշակի փոփոխություններ են կատարվել նախագծում, ինչը թույլ կտա բացառել կեղծիքները։ Օրինակ, մատները թանաքոտելու փոխարեն, ինչպես պահանջում էին ընդդիմադիրները, իրենք առաջարկում են վերցնել բոլոր ընտրողների մատնահետքերը, ապա ընտրություններից հետո համեմատել կրկնակվեարկությունը բացառելու նպատակով։ Մատնահետքերը բոլորի կվերցվեն եւ այդ մատնահետքերը կհամադրվեն։ Իսկ մատնահետքերը դրանք օբյեկտիվ ինֆորմացիա են եւ իսկապես միշտ կարելի է վերջնական ճշմարտությանը հասնել։ Թեև ընդդիմության հիմնական պահանջին համաձայն չեն եւ չեն հրապարակի քվեարկած քաղաքացիների անունները, քանի որ ըստ Դավիթ Հարությունյանի դա խախտում է գաղտնիության սկզբունքը, սակայն հենց տեղամասում կտրամադրեն քվեարկած քաղաքացիների համարները, որ ցանկացողները դրանք համեմատելու հնարավորություն ունենան։ Ցուցակները մաքրելու հարցով Դավիթ Հարությունյանն ասաց, իրենք չեն զբաղվի, դա թողնում են ընդդիմադիրներին եւ քաղաքացիական հասարակությանը։ Ենթադրաբար ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով երկարաժամկետ բացակայում է հանրապետությունից, նրա որևէ փաստաթուղթ ներմուծվեց սարքի մեջ, սարքը հատուկ ձայնային ազդանշան հանի, ուշադրություն հրավիրելով, որ ինչ որ բան պետք է հատուկ ուշադրությամբ ուրեմն հետևել։ Թեև Դավիթ Հարությունյանը պնդում էր, թե իրենք ընդառաջ են գնացել ընդդիմությանը եւ զիջումներ են կատարել, Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը սակայն պնդում էր, որ իրենց պահանջներից եւ ոչ մեկը իրականում չի կատարվել։ Հիմնական խնդիրը ինչ որ դրված էր կեղծիքների դեմ առնելու, առնված չէ։